Առավոտյան Արմեն Աբազյանն ազատվել է ազգային անվտանգության տնօրենի պաշտոնից։ Պատճառների մասին ոչ մի խոսք, ինչպես նաև ոչ մի պարզաբանում, արդյոք ինքը Աբազյանն է հրաժարականի դիմում գրել, թե վարչապետն է նրան ազատել։ Այսօր խորհրդարանում ուղիղ հարցին, թե ինչու է Աբազյանն ազատվել պաշտոնից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ հստակ հիմնավորում չբերեց։ Պարզապես ասաց, ժամանակն է, որ Աբազյանը հանգստանա։ Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև այս 4 ավելի մի րոպե 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չի։ Աբազյանի հեռացումը հետևում է հայ առաքելական եկեղեցու վերնախավի հետ իշխանության հակասություններին եւ եկեղեցուն աջակցություն հայտնած գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը։ Արդյոք այս հանգամանքներն են եղել պատճառը, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը հարցին ուղիղ չպատասխանեց, բայց փաստացի նաեւ չհերքեց, նշելով, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը կապ ունի բոլոր հարցերի հետ։ Իմ նշած հանգամանքների հետ կապ չունի։ Գիտեք, ձեր նշած հանգամանքների հետ ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ, իսկ ընդհանրապես ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգություն։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Արդյոք ԱԱԾ-ն մասնակցել է 3 Սամվել Կարապետյանի տան մոտ տեղի ունեցած գործողություններին։ Այս հարցին հստակ պատասխան չկա, սակայն 3 հիմնական իրադարձություններին մասնակցել է ոստիկանությունը եւ ոչ ԱԱԾ-ն։ 3 միայն հրապարակ օրաթերթներ ցերեկային ժամին մի տեսանյութ հրապարակել վերնագրով, որ ԱԱԾ հատուկ ջոկատայինները Սամվել Կարապետյանի տան մոտ են։ Տեսանյութում երևում է մեքենա, որում 2 դիմակավորված անձինք են։ Նրանցից մեկի թևքին նշմարվում է ԱԱԾ գրությունը։ Բայց թե ովքեր են մեքենայում, արդյոք երեկվա գործողություններին ի վերջո ԱԱԾ-ն մասնակցել է թե ոչ, այս հարցին պատասխան չկա։ Հետագա տեսանյութերում արդեն ԱԱԾ համազգեստով անձինք տարածքում չեն երևում։ ԱԱԾ մամուլի խոսնակը այսօր չպատասխանեց հարցին, թե արդյոք ազգային անվտանգության ծառայությունը մասնակցել է Սամվել Կարապետյանի ձերբակալման գործողությանը։ Ուղղորդեց այդ հանգամանքը ճշտել քրեական վարույթը հարուցած քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեն իր հերթին հորդորեց դիմել ազգային անվտանգության ծառայությանը։ Ոստիկանությունը եւս ԱԱԾ մասնակցության մասին ոչինչ չի հաղորդում, նշելով միայն, որ ցերեկը Սամվել Կարապետյանի տան մոտից մոտ 4 տասնյակ մարդկանց բերման ենթարկելը ոստիկանությունն է իրականացրել եւ այդ մարդիկ արդեն ազատ են արձակվել։ Ուշ գիշերն էլ Սամվել Կարապետյանի տուն է ժամանում փոխվոստիկանապետ Վարդան Վարդանյանը եւ հենց նա էլ Սամվել Կարապետյանին հասցնում է ոստիկանություն, ինչից հետո Սամվել Կարապետյանը ձերբակալվում է եւ նրան մեղադրանքի առաջադրվում իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Պատիվ ունեմ խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը ասում է չի կարող Աբազյանի փոխարեն ասել կապ ունի այս պաշտոնանկությունը Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ թե ոչ, բայց չի բացառում, որ դա էլ դերակատարություն ունեցել է։ Յուրաքանչյուր պաշտոնյա անկախ իր կարգավիճակից կարծում ինքն էլ ունի իր կարմիր գծերը։ Ես անկեղծ ասած տեղյակ չեմ, թե Արմեն Աբազյանի պաշտոնանկությունը ինչով է պայմանավորված, բայց միգուցե դա պայմանավորված է նրանով, որ ինքն էլ իր կյանքում ունի որոշակի կարմիր գծեր, որոնք արդեն իսկ հատվել են։ Սա ես չեմ կարծում, որ մեկ թեմայի հետևանք է, ես կարծում սա որոշակի կուտակված խնդիրների հետևանք է, որը արտացոլվել է կոնկրետ երեկվա իրադարձություններում։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, իրենց համար դեռ օրերս պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ է պարզ դարձել, որ Աբազյանը հեռանալու է, երբ վերջինս արձագանքել է Նիկոլ Փաշինյան կաթողիկոս հակադրությանը։ Երբ որ ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին ասեցի որպես անվտանգության պատասխանատու, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է կուսակրոնությունը անվտանգության հարց է, գնահատում ես այդպես։ Պատասխանը շատ կարճ էր։ Այդ ճղճիմ թեմային չեմ ուզում անդրադառնամ։ Ու այդ օրը շատերիս համար պարզ էր, որ շուտով Արմեն Աբազյանը դառնալու է նախկին։ Սիրելի հայրենակից, այս 7 տարվա մեջ իրարահաջորդ ԱԱԾ պետեր փոխելու ժամանակ արագ փոխվում էին։ Որևէ անգամ բացատրություն տվել է ամենաթափանցիկ աշխատողը, թե ինչի կատարվեց դա։
Արմեն Աբազյանը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք 5-րդ եւ ամենաերկարն այդ պաշտոնը զբաղեցրած ԱԱԾ պետն էր։ Նա պաշտոնը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին 44-օրյա պատերազմի ավարտի նախօրեին եւ ղեկավարում էր ազգային անվտանգության ծառայությունը ամենալարված իրադարձությունների օրերին, երբ նոյեմբերի 9-ից հետո ցուցարարները կառավարության շենք եւ ազգային ժողով էին մտել, երբ ծեծի ենթարկվել այն ժամանակ դեռ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ընտրությունների, բողոքի ցույցերի, ադրբեջանական հարձակումների եւ Արցախի հայաթափման ժամանակ։